Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հուլիսի 9։ Ուստի մենք էլ, որ վկաների այսքան բազմություն ունենք մեզ շրջապատած, դեն գցենք ամեն ծանրություն և մեզ դյուրավ պաշարող մեղքը, և համբերությամբ վազենք մեր առաջին դրված ասպարեզի ընթացքը, մտիկ տանք հավատքի զորագլուխին ու կատարողին, Հիսուսին, որ իր առաջին դրված ուրախության փոխանակ խաչը հանձնարավ և ամոթը արհամարելով Աստծո աթոռի աջ կողմը նստեց։ Եբրայեցիս 12-րդ գլուխ 1-2 խոսքեր։ Քրիստոսի հանդեպ հավատքի մեջ հարատևող հնազանդությունն այն ասպարեզն էր, որ դրված էր եբրայեցիների առջև։ Այդ ընթացքի մեջ նրանք կամ պետք է շահեին փառքի պսակը, կամ իրենց բաժինը դառնար հավիտենական թշվառությունը։ Նույնը դրված է նաև մեր առջև։ Մեզ հեշտությամբ պաշարող մեղքը նշանակում է այն մեղքը, որին մենք առավել հակված ենք կամ որի ազդեցությանն առավել ենթակա ենք, սովորության, տարիքի կամ կյանքի հանգամանքների պատճառով։ Սա չափազանց կարևոր հորդոր է, որովհետև քանի դեռ մարդու սիրելի մեղքը, ինչպիսին էլ այն լինի, չի հաղթահարվել, այն կխանգարի նրան ընթանալ քրիստոնեական ընթացքի մեջ։ Այն խլում է վազելու ամեն մի դրդապատճառ և զորություն տալիս ամեն մի հուսահատեցնող հանգամանքի։ Երբ նրանք հոգնեն և ընկճվեն իրենց մտքում, թող հիշեն, որ Սուրբ Տեր Հիսուսը չարչարվեց նրանց հավիտենական կորուստից փրկելու համար։ Տեր Հիսուսին հաստատուն հայացքով նայելով նրանց մտքերը կզորացնեն սուրբ զգացմունքները և կհնազանդեցնեն մարմնական ցանկությունները։ Ուստի հաճախ խորհենք նրա մասին։ Ինչ են մեր փոքր փորձությունները նրա տառապանքների կամ նույնիսկ մեր իսկ արժանի պատժի համեմատ։ Ինչ են դրանք շատ ուրիշների կրած չարչարանքների համեմատ։ Հավատացյալները հակված են փորձությունների և նեղությունների մեջ հոգնելու ու ընկճվելու։ Դա գալիս է շնորհի անկատարությունից և մեղավոր բնույթի մնացորդներից։ Սակայն քրիստոնյաները չպետք է վհատվեն և հանձնվեն իրենց փորձությունների ժամանակ։